Հայրենագիցներու հոտ սպազմությունն է հետևելով հոմենըթմեն այնջարի շեփորախումբին ուղղվեցավ դեպի այնջարի Սուրբ Պողոս եկեղեցվո շրջապակ, ուր դե ունեցավ Մուսալերան հերոսամարտի 99-ամյակի բաշնական դոնագադարությունը կազմակերպությամբ Մուսալերան հերոսամարտի 100-ամյակի մարմինին եւ Հոյիտա Գարմիր Լերգոմիդեի տասյարակչական կարոշչական հանձնախումբին։ Ցերնարգընթաց Կարավ Լիբանանի Հայաստանի եւ Մուսալերան կայլերներով կատարողությամբ հոմենըթմեն այնջարի շեփորախումբին, ապա դոնագադարության բացման խոսք արտասանեց եւ Ցերնարգին հանդիսավարությունը գդարեց Նարե Հավատյան։ Անիսավ թե մուսալերցիկ չխաբվեցան եւ չզիջեցան թշնամիին, որովհետեւ անոնք քաչ, արթուն եւ միասնագամ էին, անոնք պայքարեցան առանց թավանական եւ գուսակցական խտրականության։ Ապա հոմենթմեն անջարի շեփորախումբը ներկայացուց փունջ մասկային երկեր, որ մեյետք երկիչ Կոկո Տյուտյունջյան հանդես եկավասկային հեղափոխական երկերով ընկերակցությամբ Հովիկ Գադուրյանի։ Օրվան պատգամախոսներ դոկտոր Վանես Տաքսակյան, որը ասավ թե պատմությունը արդյունք է մարդուն եւ անոր միտքին, գամքին, ցկդումին, խրովքին եւ երազի ներկործության, որով կպայմանավորվին ժողովուրդներու եւ հավաքականություններու կյանքն ու անոր հունը։ Անսավոր պատմությունը վկայ է թե հայ ազգը գամքի զորությամբ եւ միացնականությամբ գրծավ անցնել շրջել եւ վերականգնել անգումային ընթացքը, ուր հասած էր 14-րդ դարեն 20-րդ դարու ընթացքին։ Դոկտոր Տաքսակյան վերարավ Մուսալերան ժողովրդի սխրանքի կարևորությունը 1915 թվականին, ինչ որ իրագործվեցավ ժողովրդի կաչության, միասնականության եւ առողջ բնաստիքոյությամբ։ Անիր խոսք ավարտեց այնջար Հայավանը նմանցնելով գորիզմը, որ ունի ցկողության ուժ իր շուրջ բահելու եւ համախմբելու համայն հայությունը։ Դոնագադարությունը ավարտեցավ Մուսալերան ավանդական դհոլ զուրնայով Սուրբ Պողոս եկեղեցվո շրջապակի մեջ, իսկ Մուսալերան հերոսամարտի 99-ամյակի դոնագադարություններուն ավարտին գիրագի 14 սեպտեմբեր 2014-ի առավոտյան այնջարի Սուրբ Պողոս եկեղեցվո մեջ բադարակեց եւ կարոզեց Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահ եպիսկոպոս Վանոսյան։ Առաջնորդ Սրբազանը իր կարոզի մեջ անդրադարձավ խաչվերացին եւ Մուսալերան հերոսամարտի դարետարցին զույգ արիտները նկատելով կարևոր անգնատարձային եւ օրինագելի մեր ժողովրդին համար։ Սրբազանը անդրադառնալով Մուսալերան հերոսամարտին հայտնեց, որ մուսալերցիները հավատացին իրենց գամքին ուժին եւ նախընտրեցին արժանապատիվ նահատակությունը փոխան սոսկական չարչարանքն ու մահը։ Անոնք լերբարտացան հայու արժանապատվությունը բարձր բայելով եւ բայկարեցան ու Աստուծո օգնությամբ փրկվեցան։ Այսօրվա նարդի նահանջող պայմաններու մեջ կարևոր է, որ մեր ժողովուրդը բահե խաչի նկատմամբ իր հավատքը եւ շարունակե մուսալերցիներուն պայքարը առանց դգարանալու ի խնդիր մեր ժողովրդի գոյադևման, ըսավ Սրբազանը։ Վադարակի ավարտին ներկաները ուղղվեցան թեմի Մուսալերան հուշարձան համալիր, ուր դե ունեցավ Մուսալերան նահատակներու հոգեհանգստյան արարողություն, ապա դե ունեցավ մատայե օրհնությունը։ Այնուհետև օրհնված մանդաղը աշխվեցավ հավատացյալ ժողովրդի զավակներուն, որոնք վերադարձան իրենց դուները վերանորոգված եւ ներշնչված Մուսալերան նահատակներուն հերոսական ոգիով։